Ողջույն։ Հարձակումից հետո նա ապրել է ընդամենը մի քանի օր ու ամբողջ ընթացքում նրա օրգանիզմը փորձել է պայքարել։ Գրեթե 28000 տարի անց գիտնականները վերականգնել են Իտալիայի հյուսիսում Արենե Կանդիդե քարայրում հուղարկավորված քարեդարի պատանու կյանքի վերջին ժամերը։ Գիտնականները նրան անվանել են արքայազն ոչ թե ծագման, այլ արտակարգ հարուստ հուղարկավորության պատճառով։ Բայց այսօր հետազոտողների ուշադրությունը գրավել են ոչ թե զարդերը, այլ պատանու ոսկորների վրա մնացած բռնության հետքերը։ Լիգուրիան ծովի ափին գտնվող Արենե Կանդիդե քարայրը հնագետներին հայտնի է արդեն ավելի քան 1.5 դար։ Այստեղ հայտնաբերվել է քարեդարի տարբեր ժամանակաշրջաններին վերաբերող 100-ից ավելի հուղարկավորություն։ Այնուամենայնիվ 1942 թվականին հայտնաբերված գերեզմանը առանձնահատուկ է։ Այստեղ հանգչել է 14-ից 17 տարեկան պատանի, ով մահացել է մոտ 28000 տարի առաջ։ Նրա մարմինը առատորեն ծածկված էր կարմիր օքրայով, իսկ կողքին խեցիներից կենդանիների ատամներից պատրաստված զարդեր էին, ինչպես նաև եղջերուի եղջյուրից պատրաստված առարկաներ, որոնց մի մասը հավանաբար բերվել է հեռվից։ Բայց դեռ առաջին հետազոտությունների ընթացքում հնագետները նկատել են, որ կմախքում բացակայում են ստորին ծնոտի, թիակի, անրակի ու բազուկոսկրի հատվածներ։ Միևնույն ժամանակ մնացած ոսկորները լավ էին պահպանվել։ Արդեն այն ժամանակ առաջացել էր ենթադրություն, որ պատանին դարձել էր խոշոր գիշատչի, հավանաբար արջի հարձակման զոհ։ Վիտալե Սպարաչելոյի ղեկավարած մարդաբանների խումբը որոշել է ստուգել այս վարկածը ժամանակակից մեթոդների միջոցով։ Գիտնականները կրկին ուսումնասիրել են Ջենովայի թանգարանում պահվող ոսկորները, ստեղծել դրանց մանրամասն եռաչափ մոդելներն ու փորձել են ավելի ուշադիր նայել վնասվածքների հետքերին։ Աշխատանքը բարդացրել է այն, որ ոսկորների մակերեսը ծածկված է օքրայով ու տասնամյակներ առաջ քսված վերականգնողական նյութերով։ Այնուամենայնիվ հիմնական մանրամասները հաջողվել է տեսնել։ Վերլուծությունը հաստատել է, որ վնասվածքները հասցվել են կենդանության օրոք եւ համապատասխանում են խոշոր գիշատիչ կենդանու հարձակմանը։ Հնարավոր թեկնածուներից շարքում են քարանձավային կամ գորշարչը, քարանձավային առյուծը կամ ընձառյուծը։ Այնուամենայնիվ վնասվածքների բնույթը գլխին եւ ուսերին հասցված հարվածները բնորոշ են հենց արջերին։ Գանգի վրա հետազոտողները նկատել են հետք, որը նման է ճանկի քերծվածքի, իսկ ոտքի ոսկորի վրա ատամի հավանական հետք։ Ամենակարևոր բացահայտումը կապված է ոչ այնքան հարձակման, որքան դրանից հետո տեղի ունեցածի հետ։ Վնասված ոսկորների վրա հայտնաբերվել են ապաքինման առաջին նշանները։ Սա նշանակում է, որ պատանին անմիջապես չի մահացել։ Գիտնականների գնահատականներով հաշվի առնելով նրա տարիքը ու հյուսվածքների վերականգնման արագությունը, նա ապրել է եւս 2 կամ 3 օր, հավանաբար ծանր վիճակում ուժեղ ցավերի մեջ։ Հետազոտությունը ցույց է տվել նաեւ, որ արքայազնը լիովին առողջ չի եղել դեռ մինչև գիշատչի հետ ճակատագրական հանդիպումը։ Նրա մոտ ապաքինվում էր ոտքի մատի կոտրված ֆալանգը, վնասվածք, որը նա ստացել էր մահվանից շաբաթներ կամ ամիսներ առաջ։ Բացի այդ, դատելով ոսկորներից տղան տառապում էր սրունքաթաթային հոդի հիվանդությունից, որը կարող էր սահմանափակել նրա շարժունակությունը։ Սա էլ կարող էր ճակատագրական դեր խաղալ, եթե հարձակումն անակնկալ է եղել։ Արքայազնի պատմությունը հազվագյուտ դեպք է, երբ հնագիտությունը թույլ է տալիս գրեթե ժամ առ ժամ վերականգնել խորը հնության դրամատիկ իրադարձությունները։ Այն ցույց է տալիս, որքան վտանգավոր էր վերին պալեոլիթի աշխարհը եւ որքան խոցելի էին մարդիկ վայրի բնության առաջ։ Իսկ հարուստ հուղարկավորությունը խոսում է մեկ այլ բանի մասին։ Նույնիսկ նախապատմական համայնքներում կյանքին եւ մահվանը վերաբերում էին ուշադրությամբ եւ հոգատարությամբ։ Նա տեսել է երկնային այդ մարմինը 2 անգամ, գրեթե 80 տարվա տարբերությամբ, ու հավանաբար հասկացել է այն, ինչը պաշտոնապես կբացահայտեն միայն 6 դար անց։ Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ Հալեի գիսաստղի հայտնվելու պարբերականությունը կարող է գիտակցված լինել դեռ 11-րդ դարում Էդմունդ Հալեի աշխատանքներից զգալիորեն ավելի շուտ։ Ու գլխավոր դերակատարը այստեղ ոչ թե հռչակավոր աստղագետն էր, այլ միջնադարյան անգլիացի մի վանական։ Հալեի գիսաստղը երկնքի երկրից դիտարկվող հատվածի ամենահայտնի պարբերական հյուրն է։ Այն վերադառնում է Արեգակի մոտ յուրաքանչյուր 75-76 տարին մեկ եւ պատկանում է այսպես կոչված Նեպտունի ընտանիքին։ Այսօր գիսավորի անունը ամուր կապված է Էդմունդ Հալեի հետ, ով 18-րդ դարի սկզբին առաջինը մաթեմատիկորեն ապացուցեց, որ տարբեր դարաշրջաններում դիտարկված վառ գիսաստղերը նույն երկնային մարմինն են եւ ճշգրիտ կանխատեսեց դրա հայտնվելու հաջորդ տարեթիվը։ Բայց գիսավորն ինքը մարդկանց հայտնի էր Հալեից դեռ շատ առաջ։ Դրա անցումները գրանցվել էին Չինաստանում, Եվրոպայում եւ Մերձավոր Արևելքում։ Ամենավաղ հավաստի հիշատակումը վերաբերում է մեր թվարկությունից առաջ 239 թվականին ու գտնվում է Սիմացյանի պատմական ձեռագրերում։ Միջնադարյան ժամանակագիրները նույնպես բազմիցս նկարագրել են անսովոր մազոտ աստղի հայտնվելը, հաճախ կապելով այն աղետների, պատերազմների եւ իշխանափոխության հետ։ Հատկապես լավ փաստաթղթավորված է Հալեի գիսաստղի անցումը 1066 թվականին Անգլիայի պատմության ամենադրամատիկ տարիներից մեկի ընթացքում։ Հենց այդ ժամանակ վախճանվեց միանգամից 2 թագավոր՝ Էդվարդ Խոստովանողը եւ Հարոլդ II, իսկ Անգլիան գրավվել
սպանվեց Վիլհելմ նվաճողի կողմից։ Գիսաստղը նույնիսկ պատկերվել է Բայոյի հայտնի գոբելենի վրա, որտեղ այն սողում է քաղաքական կյանքի կործանման տեսարանի վերևում։ Հենց այս նշանակալի տարին են ուսումնասիրել Լեյդենի համալսարանի աստղաֆիզիկոս Սիմոն Զվարտը եւ բրիտանական թանգարանի պատմաբան Մայքլ Լյուիսը։ Վերլուծելով միջնադարյան անգլիական աղբյուրների մի ամբողջական կորպուս, նրանք ուշադրություն են դարձրել մի առաջին հայացքից երկրորդական դրվագի վրա։ Խոսքը վերաբերում է Էյլմեր անունով վանականի մասին ժամանակագիր Ուիլյամ Մալզբերիացու պատմությանը։ Էյլմերն ինքնին նշանակալի անձնավորություն էր։ Ուիլյամի խոսքերով նա բենեդիկտական միաբան էր, ով ոգեշնչված էր հին առասպելներով ու անգամ փորձել էր թռչել ձեռքերի ու ոտքերի համար թևեր պատրաստելով։ Փորձը ավարտվել էր անկումով, կոտրվածքներով ու հաշմանդամությամբ, ինչի համար Էյլմերին երբեմն անվանում էին միջնադարյան Իկարոս։ Բայց շատ ավելի կարևոր է ժամանակագրի մեկ այլ դիտարկում։ Ուիլյամը գրում է, որ Էյլմերը սարսափահար եղավ 1066 թվականին տեսնելով վառ գիսաստղը, քանի որ ինչպես նշվում է տեքստում, նա արդեն տեսել էր նույն այդ աստղը 989 թվականին։ Այսինքն վանականը ըստ էության կապել է երկնային օբյեկտի հայտնվելու երկու դրվագները, որոնք միմյանցից բաժանված էին մոտ 77 տարով։ Հետազոտողները ենթադրում են, որ Էյլմերը կարող էր հասկանալ։ Նա տեսնում է ոչ թե պատահական երկնային նշան, այլ նույն օբյեկտը, որը վերադառնում է որոշակի պարբերականությամբ։ Նույնիսկ եթե վանականն ինքը սա չի ձևակերպել ժամանակակից տերմիններով, երկու իրադարձությունները համեմատելու փաստն ինքնին ցայտուն է։ Ավելի բացառված չէ, որ այս ըմբռնումը առկա էր նաև Ուիլյամ Մալզբերիացու մոտ, մարդու ով ապրել է ավելի ուշ եւ մտածել իր նախորդի պատմության մասին։ Եթե այս մեկնաբանությունը ճիշտ է, ստացվում է, որ Հալեի գիսաստղի պարբերականության գաղափարը գոյություն է ունեցել դեռ միջնադարյան Եվրոպայում, աստղադիտակների, երկնային մեխանիկայի եւ խիստ հաշվարկների հայտնվելուց շատ առաջ։ Էդմունդ Հալեյը ոչ թե առաջինը տեսավ օրինաչափությունը, այլ կարողացավ մաթեմատիկորեն ապացուցել այն ու համոզել գիտական համայնքին։ Այս շաբաթվա գիտաֆանտաստիկ ֆիլմը Բրայան դե Պալմայի «Առաքելություն դեպի Մարսն» է։ «Առաքելություն դեպի Մարս» ֆիլմը 2000-ականների սկզբի գիտական ֆանտաստիկայի հազվագյուտ օրինակ է, որի գլխավոր հերոսը ոչ թե միայնակ հերոս է, այլ գիտությունն ինքը։ Դե Պալմայի ֆիլմը պատմում է Մարս ուղևորված առաջին արշավախմբի մասին, որը հանկարծակի բախվում է խորհրդավոր եւ վտանգավոր երևույթի հետ։ Սովորական այլմոլորակային հրեշների փոխարեն ֆիլմն առաջարկում է կյանքի ծագման իր վարկածն ու ներկայացնում Մարսը որպես երկրի մեծ տիեզերական պատմության մաս։ Առաքելություն դեպի Մարսը հետաքրքիր է նրանով, որ համատեղում է վիզուալ էֆեկտները իրական գիտական հարցերի մասին խոսելու փորձի հետ, տիեզերական ճառագայթումից մինչև հնագույն կյանքի հետքերի որոնումը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։